Հիբրիդային արձակումները մենակ ապատեղեկատվության մասին իհարկե չէ, կիբեռանվտանգության մասին են, որոշակի ֆինանսական, ժամանակակից մեխանիզմների մասին են, որոնց այլ երկրներ ենթարկվել են եւ լավ կլինի, որ Հայաստանը այդ առումով դիմակայունություն Հայաստանը Եվրամիության պաշտոնյաների Կայա Գերմանիայի կանցլերի, այսինքն Հայաստանի իշխանությունները իրենք ուղիղ ասում են, որ Ռուսաստանից են գալիս այդ վտանգները, դուք նրանց հետ, դուք նկատում իշխանությունը համաձայն եք։ Արգելի գործընկերներ, ռուսական պետական հեռուստաալիքների բովանդակությունը, եթե Ռուսաստանի մասին է, հիմա խոսում, բայց ես չեմ պատմում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ որ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների եւ հայտնի դեպքերի մտքերը եւ արտահայտությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այո, կարող ենք արձանագրել, որ դա եւս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ խայլ է, բայց միանշանակ եւ միակողմանի պետք չէ դիտարկել այդ խնդիրը տարբեր կողմերից կարող են այդ թվում եւ երկրի ներսից։ Պարոն, այսինքն դրսից մարդիկ եք բերում, ասում են, որպեսզի պայքարեք ընդդիմության դեմ։ Ես բավականին երկար ժամանակ երկար նախադասություններով բացատրում էի, որ դրսից մարդիկ չեն բերում, ես ասում եմ, որ Հայաստանը համագործակցում է, համեմատեք, բայց անհամեմատելի է Եվրամիությունը եւ ընդհանրապես չեմ համեմատում, որովհետեւ համեմատելի չէ, ես ընդդիմադիրները մեզ մեղադրում են, ես էլ ասում եմ, որ ավելի ցուցուն օրինակներ կա, կարելի է ցուցուն օրինակների մասին խոսել, իսկ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցում է ի թիվս այլ թեմաների, նաեւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում եւ նմանատիպ սպառնալիքների։ Բայց իրականում դուրս է գալիս, որ հենց այդպես է լինում։ Իրենց քննադատությունը կամ մեղադրանքները հենց այդպես չեն։ Որևէ երկրի Ինչի մեղադրանքները։ Որ իրենց դեմ պայքարելու համար դրսից մարդիկ եք բերում։ Դեպությունը նաև մեղադրում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանի։ Չէ, ես կոնկրետ հարցով եմ ասում։ Չէ, բայց դա շատ նման հարց է, որովհետև Հայաստանը համագործակցում է Եվրոպական միության հետ, նաև այդ ուղղությամբ եւ Հայաստանում հիմա գործում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, արդյոք դա միջամտություն է Հայաստանի ներքին գործին, ես կարծում եմ ոչ։ Իսկ ֆինանսական աջակցություն, երբ որ պահանջվում է այդ ամենի համար, Հայաստանը իր ռեսուրսներով, իր ֆինանսական ներուժով չի կարող պայքարել, որ միջոցներ ներգրավում։ Ֆինանսական ռեսուրսների մասին չեմ խոսքը մեթոդաբանության եւ։ Բայց ամեն դեպքում ֆինանսներ են տրվում։ Իհարկե։ Այդ ֆինանսները որտեղ են գնում, ինչ ուղղությամբ են, այսինքն ինչպես է պայքարը դինելու գործիքակազմը որն է։ Ես ճիշտ ասած այդ գործիքակազմի մասնագետ չեմ, բայց ապատեղեկատվության դեմ ինչպես են պայքարում։ Օրինակ մեկ օրինակ ասեմ, ստրատեգիական ռազմավարական հաղորդակցությանը ավելի լավացնելով պետական մարմինների, տարբեր կառույցների, լրատվամիջոցներին աջակցելով, որպեսզի լրատվամիջոցները ավելի դիմակայուն լինեն անհարցակ, որտեղ լրատվամիջոցները եւս չէ, հարձակվում են դիմակայությունը նշանակում է պրոարմենցիան քաղաքականություն արել։ Ոչ, նշանակում է, որ դիմակայունություն նշանակում է, որ ժողովրդավարությունը այդ սպառնալիքներից չի ընկրկում եւ ժողովրդավարական ինստիտուտ, մենք տեսել ենք մի շարք նույնիսկ եվրոպական անդամ երկրներում մեջ ենք տեսել, որ այդ Ռումինիայում ընտրությունները չեղարկվեցին, որովհետեւ որոշակի ֆինանսական կիրառություն է եւ արդյունավետություն Հայաստանում։ Պարոն Խանդանյան, կներեք, այդ գումարը, որ Եվրոպայից գա ժողովրդավարությունը ուժեղացնելու եւ այլն համար, մենակ քաղաքացիների բերանը փակելով եւ դուրս հանելով ավելի նուրբ մեթոդներ կկիրառվեն եւ կգործադրվեն, օրինակ այդ ուղղությամբ գումարը ինչպես կծախսվի։ Գումարը ես արդեն նշեցի, կծախսվի նախ խոսքը միայն գումարի մասին չէ, խոսքը մեթոդաբանության մասին է, համագործակցության մասին։ Եկեղեցից դուրս հանելու ինչ մեթոդաբանություն կկիրառվի ժողովրդավարության Հայաստանում նախ դուրս մեթոդների մասին իհարկե մեզնից շատ երկրներ պիտի սովորեն իրավապահ համակարգի գործունեության, ես կարծում եմ, երբ որ նույն Եվրոպական միության շատ երկրներում շատ ավելի բիրտ մեթոդներ են կիրառում տարբեր իրավիճակներում, այնուամենայնիվ Հայաստանը նաև տարբեր ոլորտներում, այդ թվում եւ իրավապահ համակարգի կարողությունների զարգացման տեսանկյունից համագործակցում է տարբեր երկրներ։ Պարոն Խանդանյան, Իրանից անհանգստություններ են հայտնում ճանապարհի թրիփի հետ կապված, ասում են այն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է անվտանգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել եւ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն կարող է լինել։ Ինչով է պայմանավորված, որ ավելի
կոչտացնում է Իրանը իր դիրքորոշում, արդյոք նոր մանրամասներ են ի հայտ եկել, դրանով է պայմանավորված։ Չէ, որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել, թրիփը շարունակ ինչպես կար, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, եթե կուզեք նաև որոշառմամբ բիզնես նախագիծ, այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա, դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։ Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, դուք հիշում եք նաև, որ ավելի վաղ շրջանում, երբ որ նախագիծը նոր էր ներկայացվել Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են եւ եթե լինում է որևէ անհանգստություն օպերատիվ կերպով Հիմա իրենք ՆԱՏՕ-ի ներկայության մասին են խոսում, ՆԱՏՕ-ի ներկայության մասին են Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Հայաստանը ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը չի ենթադրվում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ու ընդհանրապես թրիփի համատեքստում դրա մասին խոսելը կարծում եմ նպատակահարմար չէ, որտեղ թրիփը նորից կրկնում ենթակառուցվածքային նախագիծ։ Պարոն Խանջանյան, բայց ինչպես եք անելու, որ հավասարակշռեք բոլորին։ Իշխանությանը չեն Իրանից ինչով էս գնահատականները։ Չէ, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք եւ երբ որ լինում են նման անհանգստություններ, ակտիվ քննարկում ենք այդ հարցերը եւ հարացնում ենք։ Նույնիսկ խորհրդարանական մակարդակում նախորդ շաբաթ գործընկերս Իրանից պատգամավորների հետ կապել եւ նաեւ այդ թեմաներն են քննարկվել։ Այստեղ ես որևէ անհանգստություն Հաստատ իրենց անհանգստությունները չի փարատվում, պարոն Խանջանյան։ եղել է հայտարարություն եւ եղել են դրան նախորդող հայտարարություններ, խոսենք, հասկանանք եւ մեր գործընկերների եւ կարծվի Իրանի հետ մենք շատ լավ քաղաքական երկխոսություն ունենք եւ մեր հարաբերությունները չեն կարող որևէ կերպ ստվել որևէ նախագծի։ Պարոն Խանջանյան, հնարավոր է, երբ իրավական եւ օրինակ ռուսական ինստիտուտներ ներգրավեն այդ ճանապարհի կառուցմանը, որպեսզի այս մտահոգությունները անցնեն, այդպիսի տարբերակներ քննարկում են, թե Տեսեք, այս պահի նման հարցեր չեն քննարկում, որովհետեւ այս պահին առայժմ քննարկվում է իրավական շրջանակը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանագրի եւ կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ, այնուհետև բոլոր հարցերը պետք է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կոնկրետ թրիփ նախագծի վերաբերյալ կոնսենսուսով որոշել, բայց նշեմ, որ Իրանը այլ ենթակառուցվածքային ծրագրեր ներգրաված է Հայաստանում, օրինակ Սյունիքի մարզում ճանապարհի շինարարության հատվածում դե Ռուսաստանը չասենք, որ վաղուց է ներգրաված Հայաստանի կառուցվածքային նախագծերում նկատի ունենալով Հարավկովկասյան ընկերության կոնցեսիան Հայաստանում, ըստի այս առումով ես կարծում եմ մեր գործընկերությունը տարբեր մեր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր երկրների հետ բալանսավորված է։ Պարոն Խանջանյան, կներեք էլի հարց եմ տալիս։ Թրիփի հետ կապված Ռուսաստանն ասում է, որ պատրաստ են քննարկել Թրամփի ուղու նախաձեռնության պարամետրերը Մոսկվայի հնարավոր մասնակցությունն այս նախագծում։ Նախ կխնդրեմ ասել ինչպես է Ռուսաստանի ներկայությունը հնարավոր եւ ռուսական կողմը նաեւ նշելով, որ Հարավկովկասյան երկաթուղին իրենց դուստր ընկերությունն է, ակնկալիք ունեն ըստ էության, որ պետք է թրիփի ուղու երկաթուղի հետ կապված էլ իրենք մասնակցություն ունենան։ Քիչ առաջ պատասխանեցի թրիփ նախագիծը երկկողմ նախագիծ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ ընթանում, հետագայում որևէ կողմի, որևէ ընկերություն լինի, պետություն լինի, դրա ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու ինչպես խաղաղության Վաշինգտոնյան հռչակագրում էր նշված կողմերի համաձայնությամբ, այսինքն կոնսենսուսով։ Ինչ վերաբերում է Հարավկովկասյան երկաթուղիների Հարավկովկասյան երկաթուղիների բալանսում գտնվող երկաթուղիները հստակ են եւ նոր կառուցվող Հայաստանի հարավով, երբ որ կառուցվի նոր երկաթուղին, այդ երկաթուղին բալանսում չէ եւ ենթադրաբար թրիփ ընկերությունն է այդ երկաթուղի բացառում եք, որ չի լինի։ Ես դա հավանական չեմ համարում, որ դա կարող է գտնվել բալանսում։ Այսինքն համաձայնությամբ պետք է գործի ԱՄՆ-ի հետ։ Իսկ Հայաստանի դիրքորոշումը որն է այս հարցում։
Որ հարցում։ Ռուսաստանի ներկայացումը։ Գիտեք, դա բիզնես հարց է։ Այսինքն դա քաղաքական հարց չէ, դա բիզնես հարց է։ Այսինքն պետք է հասկանալ, թե որ ընկերությունը ինչքան ներդրում է պատրաստվում անել, ինչ պարամետրերով եւ այլն, այստեղ ավելի շատ ես թվում է տնտեսագետներն ու ֆինանսիստները հարցին պիտի պատասխանեն։ Եվ այդ առաջարկը պիտի լինի, հա, դա թղթի վրա։ Հայաստանը բիզնես հարց է դիտարկում, բայց իրենք քաղաքական, պարոն Խանջարյան։ Ես չգիտեմ, դա չեմ կարծում այդպես բեկվարկային փոխանցել։ Դա ինչ-որ գուցե դասընթացներ լինեն, գուցե ձեր համար ինչ-որ նաև ինչպես ասել արտադրությունների ասոցիացիայի կազմակերպությունների ներգրավվածություն լինի։ Այսինքն դրանք ծախսելու են գուցե դրանք որոշակի ծախսերի համար նախատեսված միջոցներ են, որը Եվրամիությունը ցանկանում է տալ, բայց թե դա ինչպես է փոխանցվելու դրա մասին չեմ Կան երկրներ, պարոն մոտավորապես առաջին 6 ամսակի սկզբին տարածքի փոխարի, բայց քանի որ այդքան անպարզ բաներ կան, Վարչապետը չի ասել, որ գործընկերը վարչապետը ասել է, որ մենք ակնկալում ենք, որ այս տարվա մինչև ավարտ շրջանակը հաստատվի, երկրորդը մյուս տարվանից արդեն սկսվի նախագծումը եւ հետո շինարարությունը, այսինքն գործարկումը դեռ ավելի Պարոն Խանջարյան, վերադառնալով Եվրոպական միության կողմից հատկացվելիք միջոցներին ընդդեմ հիբրիդային հարձակումների, Եվրոպական միությունն կան երկրներ, որտեղ նման ներարկումներ արել է ֆինանսական եւ փորձը ինչ է ցույց տալիս այդ ներարկումները իրենց նպատակին ծառայել են։ Մի քիչ ես դորից եմ ուզում եկեք չկենտրոնանանք այդ ֆինանս, որտեղ այդ ֆինանսական հատվածը ինչպես նշվեց այդ թիվը, դա այդքան ահռելի գուբար չէ, էլի, որը չգիտեմ, սարեր է շուրջ տալու Հայաստանում եւ օրինակ որոշ լրատվամիջոցներ կամ որոշ լավ լրատվամիջոցներ օրինակ չբերեմ, որոշ բլոգերներ անձինք սկսելու են ժողովրդավարության պաշտպանության դիրքերից խոսել, հա, դա այդ մեխանիզմը մենք այդպես ենք պատկերացնում, բայց այդպես չի լինելու։ Կա ավելի շատ մեթոդաբանություն, կանոններ, թե ինչպես կազմակերպել ավելի լավ ռազմավարական հաղորդակցություն, ինչպես ավելի դիմակայուն դարձնել բանը ֆինանսական համակարգը, բանկային համակարգը, որովհետև հիբրիդային հարձակումների թիրախում են նաև հաճախ գտնվում ժողովրդավարական համակարգում, ֆինանսական համակարգերը եւ այլն եւ այլն։ Դե կա այդ գործիքակազմը Եվրամիության անդամ երկրներ, հենց անդամ երկրներում կա նման փորձառություն, կուտակել է նման փորձառություն Եվրամիությունը եւ պատրաստ է իր գիտելիքով փորձով կիսվել մեզ հետ եւ նաեւ որոշակի ֆինանսական միջոցներ։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնը կա, մեր ժողովրդավարությունը արտահանենք եւ Թող Աստված ձեր ձայնը լսի եւ շատ երկրներ եւ ես կարծում եմ նաեւ Հայաստանի օրինակը կարող է եղել է օրինակ այլ երկրների տարբեր շրջանակների համար մեզ փող որևէ մեկը չի տվել ժողովրդավար դառնալու համար Հայաստանի ժողովուրդն է այդպես որոշել։ Խանդալյան եղեցին ինչ օրինակ մենք կարող ենք արտահանել ժողովրդավարության առումով Եվրոպայինակ Փարիզի Աստվածամոր տաճարից ինչպես քաղաքացու բերանը փակած դուրս հանելը, հա։ Ես խորհուրդ կտամ ձեզ երբեմն նայել օրինակ Ֆրանսիայում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ հետո նայել Երևանում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ գտնել տարբերությունները, հետո այդ թեմայի շուրջ միասին կզրուցենք։ Ժողովրդավար, երբ որ պետականությունը, պետության անվտանգությունը սասանվում է, իհարկե համապատասխան ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունեցող մարմինները կարող են համաչափ ուժ կիրառել եւ դա բան, հա, միայն դա կանոն է ոչ թե միայն Հայաստանում, այլ դա համաշխարհային կանոն։ Պարոն Խանջարյան, մտահոգությունն այն է, որում ուզենաք լրացնել, կարող եք աստիճան օրինակ գործական հռչակել եւ կանոնավորել։ Հիմա արդյոք այս ամեն ինչին հաջորդելու է կանոնավորել։ Եթե նման ցանկություն լիներ, հիմա Հայաստանում շատ լուրջ կլիներ, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բոլորը ակտիվ աղմկում են, եւ ես չեմ իսկապես անկեղծորեն չեմ հասկանում այս աժիոտաժը,
Եվրամիության, օրինակ, երբ որ Միացյալ Նահանգների հետ կիբերանվտանգության, նաև կիբերանվտանգության եւ արհեստական բանականության համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Հայաստանը, փոխհմբռնման հուշագիր, նման ակտիվություն եւ աժիոտաժ չկար, բայց դա էլ է եւս նման գործիքակազմի ընդհանրում, որ կիբերանվտանգության տեսանկյունից Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու համար։ Պարոն Ադանյան, քիչ առաջ Հայկ Մամիջանյանն է ասել, որ Եվրամիությունը այս գումարը փոխանցելով կանաչ լույս է վառում իշխանությունների առաջ, ընտրություններից առաջ, հնարավոր բռնաճնշումների համար, աճփակելու համար եւ այլն կեղծիքների առաջ աճփակելու համար կասեք։ Հարգելի գործընկերներ, արդեն 7 տարի է բոլորը փորձում են համոզել, որ Հայաստանում ժողովրդավարական process-ն է, բոլորը չէ։ Ձեր նշած ընդդիմադիր շրջանակները, որ Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները տեղի են դրսից թելադրանքով եւ այլն, եւ ամեն տարի Հայաստանի ժողովուրդը հակառակն է ապացուցում, ուստի անիմաստ է նման բանի անդրադառնալ եւ երբ որ մենք օրինակ այլ երկրների փորձը ուսումնասիրենք, որոնք ունեցել են եվրոպական ձգտումներ եւ տեսնենք, թե Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները որքան գումարներ են ներդրել այդ երկրներում տարբեր ինստիտուտների զարգացման տեսանկյունից եւ համեմատենք դա Հայաստանի հետ, ապա Հայաստանը շատ էականորեն զիջում է այդ երկրներին, գրեթե 0-ի է ձգտում։ Թե դուք ամեն օր չեք հետևում։ Այսինքն Ռուսաստանի դեմ է ամեն ինչ։ Ես կարող եմ այլ Հայաստանի Հանրապետության համար է եւ Ռուսաստանի մասին է խոսում։ Հարգելի գործընկերներ, ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր եմ եւ խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին։ Հայաստանը չի կարող իր հարցերը լուծել, որ դիմում է Եվրամիության եւ այսպես ասեմ, կոմիտասած տղա է վերում։ Կամ ինքնիշխանություն։ Հիմա մենք նորից ենք սկսում մեր ասուլիսը, որովհետեւ այս հարցերին բավականին երկար անդրադարձել եմ եւ խնդրում եմ հետ տվեք եւ Նայրա Զորաբյանն ասում է, Ասի հարցը չէ, լավ չէ լսում, ներողություն տվեք։ Հապա տեղեկատվություն, օրինակ բացեք մի քանի լրատվամիջոցի հիմա այս միկրոֆոնները տեսնում եմ YouTube-յան ալիքների դենյակներ պատրաստել։ Ու դա կաշկում են մեր քաղաքացիները։ Բացեք չեք գտնի Ապա տեղեկատվություն մամուլի ապատեղեկատվություն ես ավելի մեծ Եվ նաև կան կոնկրետ Ժողովուրդ ջան, նորից եմ քշկում, այնտեղ կան ֆինանսական անվտանգության հարցեր, որոնք գուցե տեսանելի չեն, բայց նաև այլ երկրների փորձը հաշվի առնելով երևացել է, որ որոշակի ազդեցություններ են կրում նաև այդ համակարգերը, թե hardware-ը, թե software-ը, ֆինանսական համակարգերը որոշակի խնդիրներ առաջանում։ Ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից հաճախ բարեփոխումները, որոնք իրականացնում է պետությունը, դրանք թիրախային չեն եւ չեն հասնում սա եւ հաջողության Երեք պարոն Բաբայան ասում էր Հայաստանում ուժով ժողովրդավարությունը ապալելու փորձերը պետք է կանխվեն։ Դա ինչ մասին է։ Բան նման վտանգ չկա։ Ժամանակ չկա։ Նկատի եմ չի վտանգ, շնորհակալություն։ Այս ժամանակներում ինչի վտանգ ասես Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար